խորհուրդ է տրվում դիմել մասնագետի 3 եւ ավելի օր բարձր կայուն ջերմության պահպանման դեպքում ավելացող 38.5 եւ ավել ջերմության դեպքում ավելի կարճ ինտերվալներով, այսինքն 3-4 ժամը մեկ, երբ որ դիտվում է երեխաների կամ մեծահասակների մոտ ջերմության բարձրացում, արդեն դա ծանր ընթացքի մասին է խոսում։ Առաջացող դժվարաշնչությունը, օդի պակասի զգացումը, ընդհանուր թուլությունը, ախորժակի բացակայությունը, հեղուկներ ընդունելու անկարողությունը, որը կարող է բերել ջրազրկման։ Զուգահեռ նաև կարող են լինել փսխումներ, լուծ, որոնք նույնպես կարող են բերել ջրազրկման։ Անհապաղ բժշկին դիմելու ցուցումներն են 38.5 եւ ավել կայուն բարձր պահպանվող ջերմությունը, դժվարաշնչության առաջացումը, ընդհանուր թուլությունը, հեղուկների ընդունման անկարողությունը, ուղեկցվող փսխումները եւ լուծը, որոնք կարող են բերել ջրազրկման ուժեղացման, եւ այստեղ ի հավելում օգտվելով առիթից նշեմ, որ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում գործում է անհետաձգելի բուժօգնության բաժանմունք, որը միակն է հանրապետությունում, որը սպասարկում է եւ մեծահասակների եւ երեխաների պետական պատվերի շրջանակներում, հետեւաբար տվյալ գանգատների դեպքում քաղաքացիները եւս կարող են դիմել մեր կենտրոն համապատասխան բուժօգնություն ստանալու նպատակով։